պարոն Ասլանյան, ձեր կարծիքով երկրաշարժի արդյունքում մենք ունեցանք բազմաթիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ եւ արդյոք Շիրակի մարզի շենքշինությունները, Լոռու մարզի համապատասխանեցված են հիվանդանոցները, գերատեսչությունները, մշակութային հաստատությունները հատուկ կարիքներ ունեցող մարդկանց Եթե թույլ տվեք այդ հարցին պատասխանելուց առաջ մի փոքր 10 վայրկյանի Խնդրեմ, իհարկե Հարցն անում է, որ ինչ դասեր մենք քաղեցինք երկրաշարժից։ Ես այսօր ցավոք սրտի պետք է մի բան հստակ ասեմ, որ մենք ինքներս հայերս որևէ դաս չենք քաղել։ Ինչ առումով։ Մենք կարող ենք մեր բնակարանում առանց հաշվի առնելով այդ իրավունքը կա թե չէ, կոնստրուկտիվ փոփոխություններ կատարել, կրող պատերի մեջ փորվածքներ բացել, անել ամեն ինչ առանց, եթե նախագիծել կա, միևնույն է ամեն մեկս համարում ենք, որ այդ նախագիծը որևէ մեկին պետք չի, մենք ինքներս ենք սա անելու։ Սա շատ վտանգավոր երևույթ է եւ ցավոք այսօր չես տեսնում այն օղակային մեխանիզմը, որը կարող է սրա դեմ պայքարել եւ կանգնեցնել այս process-ը։ Իսկ նախարարությունը պատասխանատու չի, ասենք այդ կարիքին։ Գիտեք ինչ հարց, բերեք ասենք, որ այստեղ մենք չասենք նախարարություն, կառավարություն եւ այլն։ Մենք ունենք համայնքներ, ունենք համայնքներում համապատասխան ծառայություններ, առաջի հերթին պետք է համայնքները այդ հարցերով լուրջ զբաղվեն։ Ինչ վերաբերում է ձեր ասած հարցին, Շնորհակալություն, պարոն Պալյան, Փաստորեն 100 դար անցավ Սպիտակի երկրաշարժից, նոր երկրաշարժի վտանգ են կանխատեսում մասնագետները։ Ձեր հետազոտությունները ինչ են ցույց տալիս, մեր բնակչությունը, ազգաբնակչությունը պատրաստ է այսօր դիմակայել, արդյոք բավարար չափով քարոզչությունը, չգիտեմ, տարվում է բնակչության շրջանում։ Ես պարոն Ասլանյանի բարձրացրած հարցին անդրադառնամ նախ, որ իսկապես Սպիտակի երկրաշարժի դասերը մեր ժողովրդի կողմից սկսած ամենացածից ամենավերև չեն յուրացվել եւ ոչ մի դասել չեն քաղել։ Օրինակ, իմ անձնական օրինակը բերեմ։ Ուրեմն Լեննականում այդ կորցանար երկրաշարժից պահպանվեցին 16 9-հարկանի շենքեր։ Դրանք կոչվում են խոշորապանել շենքեր։ Ցավոք սրտի քիչ էին կառուցված Լեննականում։ Լեննականում կառուցված են 9-հարկանի ավելի վատ կոնստրուկցիոն շենքեր, որոնք փլուզվեցին։ Բայց ահա Երևանում այդ շենքերից կան կառուցված նույնպես քիչ ավելի քիչ քան են վատ կոնստրուկցիայի շենքերը։ Ելնելով Սպիտակի երկրաշարժը փորձից ես ինձ համար բնական եմ գնել այսպիսի խոշորապանել շենքում։ Ուրեմն կորցանան երկրաշարժի շենքը չէր վնասվել, իսկ հանկարծ ես տեսնում եմ, որ իմ գնաց այդ բնական գնաց շենքը վնասվել է։ Վնասվել է անբարխիչ բնակչի պատճառով, որին հնարավորություն են տվել նկուղային հարկում ինչ-որ տարածք իր համար անել, հասնել մինչև հիմքերը, վնասել հիմքերին, որի պատճառով այդ շենքերը ստացել է այնպիսի ծանր վնասված, որ արդեն դժվար է նույնիսկ խոսել վերականգնման մասին։ Եվ ահա դիմում են բոլոր օղակներին եւ ոչ մեկի պետք չէ, սկսած համատիրությունից, վերջացրած թաղապետարան, քաղաքապետարան եւ այլն։ Նույնիսկ չեն կարողանում կանգնեցնել այդ բնակչին, որովհետեւ նա չշարունակի իր վնասակար գործունեությունը։ Հիմա ինչ վերաբերում է ձեր հարցին։ 25 տարի անց իսկապես մեր Երևանի հատկապես վիճակը, տեսեք, Լեննականի շուրջը էպիկենտրոնները այդքան էլ շատ չեն, եւ նա այդպես մեծ երկրաշարժից շատ տուժեց, իսկ Երևանի շուրջը էպիկենտրոնները շատ են։ 1670 թվականին տեղի ունեցել Գառնիի կործանար երկրաշարժը, 1840 թվականին Արարատյան կործանար երկրաշարժը։ Ավելի մոտ մեզ 1937-84 թվականին Փարաքարի էպիկենտրոնը, որ բարեբախտաբար այդքան մեծ ուժի չէր, եւ 1940 թվականին Բյուրականի երկրաշարժ։ Այսինքն օջախները բավական շատ են եւ կանխատեսել թե ինչպես որտեղ եւ երբ ինչպիսի ուժի երկրաշարժ կլինի պրակտիկորեն հնարավոր չի եւ ոչ ոք էլ դրանով չի զբաղվում ինչքան ինձ հայտնի է գուցե եւ զբաղվում են ես չգիտեմ Շնորհակալություն պարոն Թոմասյան ինչ որ լրացնելու բան Կարելի է լրացնել պարզապես քանի որ խոսքը